Բոլոր երևի արդեն տեղյակ եք, որ կայացվել է հայցը մերժելու վերաբերյալ վճիռ, սակայն դատարանը կատարել է մի քանի կարևոր արձանագրում, որի մասին խոսելը ես շատ կարևոր եմ համարում եւ որի լուսաբանումը կարող է մեծ ուժ ունենալ նաեւ հետագա սերնդի համար։ Ինչ է արձանագրել դատարանը։ Նախ ամենակարևոր փաստը, որ արձանագրել է դատարանը։ Ուժի գործադրման կամ գործադրման անմիջական սպառնալիքի ազդեցության տակ որևէ փաստաթղթի ստորագրումն ինքնին որևէ իրավական ուժով օժտված լինել չի կարող եւ առ ոչինչ է ստորագրման պահից, ինչը բխում է ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային իրավունքի հանրային սկզբունքներից։ Առաջին կարևոր հանգամանքը, որ դատարանն արձանագրել է, որ նշված հրամանագիրը կայացվել է ուժի գործադրման կամ գործադրման անմիջական սպառնալիքի ազդեցության ներքո։ Երկրորդ, ուստի անգամ հրամանագրի ընդունման փաստի իրականությանը չհամապատասխանելու դեպքում դատարանը ողջամիտ չի համարում հայցորին դրանով վնաս պատճառել։ Դատարանը վերահաստատելով վերոգրյալով արդեն իսկ արտահայտված իրավական դիրքորոշումը ավելորդ չի համարում հավելել, որ հայցորը հանդիսանալով Հայաստանի պատմություն 9-րդ դասարանի դասագրքում քննարկվող իրադարձությունների ոչ միայն անմիջական մասնակից, այլև ուղղակի դերակատար, ինչպես նաև հաշվի առնելով դրանց ներկայիս քաղաքական կարևորությունը եւ պատմական ճշմարտությունը հետագա սերնդերին առավելագույնս հավաստի կերպով փոխանցելու անհրաժեշտությունը վերաբերելի հրապարակումներում, այդ թվում եւ հատկապես ուսումնական գործընթացի մաս կազմող դասագրքային նյութերում, դրանց ճշգրիտ եւ ամբողջական նկարագրության առնչությամբ իրավացիորեն կարող է բարձրացնել համապատասխան մտահոգություններ, ի թիվս այլնի, նաեւ խնդրող առարկա հրամանագրի փաստացի չընդունման եւ կամ այն չեղարկելու վերաբերյալ թերի կամ ոչ լրիվ տվյալներ ներառված լինելու կապակցությամբ։ Դատարանը կարևորում է, որ հայցոր կողմի փաստարկներն ու դիտարկումները մասնավորապես տեղին են այնքանով, որքանով վերաբերում են դասագրքային նյութերում որևէ փաստաթղթի հիշատակմանը, ընթերցողի համար առանց դրա մասին առնվազն ընդհանուր բնույթի տեղեկությունների հասանելիությունն ապահովելուն, որպեսզի բացթողում հայցադյումին կից ներկայացված դասագրքի համապատասխան տեքստերում ակնհայտորեն առկա է։ Սակայն դատարանի համոզմամբ նշված հարցերի վերհանումը տվյալ պարագայում այնուամենայնիվ դուրս է հայցորի պատվի եւ արժանապատվության քաղաքացիական պաշտպանության տիրույթից։ Ուրեմն փորձեմ բացատրել ինչ է նկատի ունեցել դատարանը նշված դիրքորոշումը իր վճռի մեջ արտացոլելով։ Դատարանը նախ եւ առաջ արձանագրել է անվերապահորեն արձանագրել է, որ նշված հրամանագիրը կայացվել է ուժի կամ ուժի գործադրման սպառնալիքի ազդեցության տակ։ Սա մեկ, սա ֆիքսենք եւ անցնենք առաջ։ Երկրորդ, դատարանը հստակ արձանագրել է, որ հայցորի պատիվն ու արժանապատվությունը չնայած նշվածով չի արատավորվում, այնուամենայնիվ պատմության դասագրքում գտած տեղեկությունները ոչ ամբողջական են։ Սա եւս արձանագրվել է դատարանի կողմից, ընդ որում դատարանը հիմք է ընդունել հայցադյումին կից ներկայացված փաստաթղթերը եւ նշել, որ հայցորի մտահոգությունները տեղին են ու իրավաչափ։ Այսպես ասած, դատարանը կրթության նախարարության ուշադրությունն է հրավիրել այս հանգամանքների վրա եւ կարելի է ասած առաջարկել է տեղեկությունների ամբողջական ներմուծում դասագրքի մեջ, որովհետեւ դատարանը հստակ արձանագրում է, որ տեղեկությունները ամբողջական չեն արտացոլված նշված դասագրքում։ Երրորդ, դատարանն արձանագրել է հենց արդեն մենք ունենք իրավական ակտ, ընդ որում Հայաստանի ոչ թե իրավական, այլ դատական ակտ, ընդ որում Հայաստանի արդարադատությունն իրականացնող մարմնի կողմից կայացված, դատարանի կողմից կայացված, որով հաստատվում է, որ Արցախի նախագահի կողմից, այսպես ասած, կայացված Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիրը առ ոչինչ է։ Սա դատարանը հստակ արձանագրել է, որ նման հրամանագիրը առ ոչինչ է, այսինքն անվավեր է հենց կայացման պահից։ Ընդ որում դատարանը հողում է կատարել եւ ներպետական եւ միջազգային իրավական ակտերի։ Եվ այսպես ասած հասել ենք արդարության թե ոչ հարցին պատասխանելով, կարելի է արձանագրել, որ որոշակիորեն մենք արդարության հասել ենք, որովհետեւ դատարանն արձանագրում է նախ հրամանագրով տեղ գտած տեղեկությունների իրականությանը ոչ լրիվ համապատասխանելու վերաբերյալ հանգամանքը, հստակ նշում կատարում, որ այդ տեղեկությունները պետք է համալրվեն, ինչը արձանագրում է հայցադյումին կից ներկայացված փաստաթղթերով։ Երրորդ, դատարանն արձանագրում է, որ նման հրամանագիր առ ոչինչ է, թե ներպետական եւ թե միջազգային իրավական ակտերով, նշելով, որ այն կայացվել է ուժի կամ ուժի գործադրման անմիջական սպառնալիքի ազդեցության տակ։ Սա այն կարևոր տեղեկություններն են, որոնք ես ցանկանում եի հրապարակել, որպեսզի բոլորի համար լինի հասանելի։ Այսօր առավոտվանից որոշ լրատվամիջոցներ անգամ տեղեկություններ են տարածել, որ հայցը մերժվել է։ Այո, իրականում հայցը մերժվել է, բայց հայցը մերժվելով ասել, որ Արցախյան հանրապետության
նախագահը պարտություն է կրել այդ գործով, ճիշտ չէ, որովհետև հակառակը, ճիշտ հակառակը Արցախյան հանրապետության նախագահը հասել է նրան, ինչը հաստատի ցանկացել է։ Այսինքն մենք հասել ենք նրան, որ նշված հրամանագիրը դատական ակտով համարվել է առ-ոչինչ։ Մենք հասել ենք նրան, որ դատական ակտով արձանագրվել է տեղեկությունների ոչ ամբողջական եւ ճշգրիտ լինելը։ Ուստի ես լրատվամիջոցներին խնդրում եւ այսպես ասած հորդորում եմ տարածել այն տեղեկությունը, որ քիչ առաջ ես հրապարակեցի։ Նաեւ հետագա սերունդների համար ես լրատվամիջոցների տարածումը շատ կարեւոր եմ համարում եւ կարծում եմ, որ դրանք էապես ազդելու են հետագա սերնդի մոտ հայոց պատմության վերաբերյալ ճշգրիտ տեղեկություններ արտացոլելու հարցում։ Երկրորդ կարևոր հանգամանքը, ինչի կապակցությամբ խնդրել եմ այսօր լրատվամիջոցները ներկայանան եւ լուսաբանեն, դա Արցախյան հանրապետության ներկայացության շենքի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն են։ Ոնց կամենա, կարող եք այս թեման հասկանալ եւ անցնել երկրորդին։ Հղում կատարելով դատարանի կայացրած որոշմանը մենք այս որոշումը ուժի մեջ մտնելու հիմա չեմ բացառում, որ դատական ակտը կարող է բողոքարկվել թե մեր, թե պատասխանողների ցանկացածի կողմից։ Ընդ որում դատական ակտը կարող է բողոքարկվել օրինակ պատասխանողների կողմից անկախ հայցը մերժելու հանգամանքից պատճառաբանական մասով, այսինքն այն տեղեկությունները, որ դատարանն արտացոլել էին եզրահանգումները, որը դատարանը կատարել է երկու մեջ, պատասխանող կողմը կարող է բողոքարկել, նշելով, որ այդ պատճառաբանությունների հետ համաձայն չէ։ Համաձայն է հայց մերժելու հետ, բայց համաձայն չէ ինչ պատճառաբանություններով հայց մերժել։ Սրանով պայմանավորված մենք սպասելու ենք վճիռը օրինական ուժի մեջ մտնի, որից հետո դիմում ենք ուղղելու կրթության նախարարությանը եւ խնդրելու ուշադրության առարկա դարձնել այն հանգամանքը, ինչ արձանագրվել է դատարանի կողմից, խնդրելով օրինակ պատմության դասագրքում մտցնել ամբողջական տեղեկություններ։ Ինչ է ցանկացել նախագահը։ Նախագահը միշտ էր առաջարկել է անգամ դատական գործիքնության ընթացքում առաջարկել հարցության համաձայնություն, ասում է լավ, նշում եք, որ կայացել է հրամանագիր, պայմանական կայացել է հրամանագիր Արցախը լուծարելու վերաբերյալ։ Նշեք ինչպես է դա կայացվել, նշեք դրա շարժառիթները։ Ես ձեր թույլտվության մեջ բերեմ նաև Արցախյան հանրապետության նախագահի ցուցմունքը դատական նիստերի դահլիճում տված, որը ցավոք լուսաբանել չի ստացել, որովհետև պատասխանողները հստակ դեմ էին Սամվել Սերգեյ Շարամանյանի ցուցմունքը։ Ադրբեջանական կողմը ռազմական գործողությունները դադարեցնելուց հետո ներկայացրել է վերջնագիր ԼՂ ազգային ժողովի կողմից ինքնալուծարման հռչակագիր ընդունելու վերաբերյալ, ինչից ԼՂ ղեկավարությունը խուսափել է, տարածելով համապատասխան հայտարարություն, եւ որի շնորհիվ հնարավոր է եղել չեզոքացնել բնակչության ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգը եւ կազմակերպել ԼՂ տարածքից դուրս բերումը։ Հայաստան տեղափոխվելուց հետո Հայցքորը բազմից տարբեր հրապարակային ելույթներում, այդ թվում Le Figaro պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ չկա նման փաստաթուղթ, ավելի նման փաստաթղթի ընդունումն ամբողջությամբ հակասում է ԼՂ օրենսդրությանը, որևէ պետական մարմին եւ ԼՂ օրենսդրությամբ օժտված չէ նման իրավական ակտ ընդունելու լիազորությամբ, եւ այն արկա չէ անգամ ԼՂ իրավական ակտերի տեղեկատվական համակարգում։ Խնդրո առարկա հայտարարությունում մատնանշելով հրամանագիրը չեղարկելու որոշում է տարածել արդեն Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելուց հետո հետագա շարժումներից խուսափելու նպատակով։ Պատասխանող կողմը հաշվի չի առել նաև այս հանգամանքը, դրա մասին որևէ հիշատակում չկատարելով դասագրքում։ Այսինքն մեր ցանկացած այն է, որ ներկայացրեք իրականությունը, ոչինչ մենք ավել չենք ուզում։ Լավ, նշում եք, որ կայացվել է այդպիսի հրամանագիր կամ այդպիսի հայտարարություն է տարածվել տեղեկատվական համակարգում։ Նշեք այդ հայտարարության ամբողջական բովանդակությունը, երբ է կայացվել, ինչ շարժառիթի ազդեցության ներքո է կայացվել, ինչպիսի վտանգ կար արդյոք ուժի գործադրում կամ ուժի գործադրման անմիջական սպառնալիք։ Եվ ամենակարևորը նշեք, որ այդ հրամանագիրը այդ նույն տրամաբանությամբ Հայաստանի Հանրապետությունում չեղարկվել է։ Հիմա բոլորի մոտ հարց կարող է առաջանալ, ասել, եթե փաստաթուղթը ի սկզբանե համարում էիք անվավեր կամ առ-ոչինչ, ապա ինչու եք այստեղ դա չեղարկել։ Դրա պատասխանը շատ պարզ է, որովհետև նախ սկսել են շատ ուժեղ շահարկումներ, ընդ որում այդ շահարկումները սկսել են նաև իրավական տիրույթում։ Օրինակ քննչական կոմիտեն Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնել հղում կատարելով նաև այդ հրամանագրին, նշելով, որ եթե Արցախը լուծարված է, դու ինչպես է Ստեփանակերտի քաղաքապետի լիազորություններ իրականացնում Հայաստանի Հանրապետությունը։ Բոլորս տեսանք նաև, որ Հայաստանի Հանրապետության
քրեական դատարանը արդարացրեց Ստեփանակերտի քաղաքապետին, բայց այնուամենայնիվ այսպիսի քրեական վարույթներից եւ իրավական տիրույթում տեղ գտած մեկնաբանություններից խուսափելու նպատակով նույն հարթակում կայացել է նաեւ այն չեղարկելու վերաբերյալ հրամանագիր։ Եվ մեր բոլորի նպատակը այն է, որ սա լուսաբանվի, ժողովուրդ ինչա, բայց պատմության դասագրքում նշելով, որ ունեցել ենք այսքան զոհ, եղել է պատերազմ, որից հետո անմիջապես նշում են, որ կայացվել է Արցախը լուծելու վերաբերյալ հրամանագիր, հաջորդող նախադասությունը Արցախի բնակչությունը դուրս է եկել Հայաստանի Հանրապետությունից, այսինքն երեխաների մոտ ցանկանում են ստեղծել այնպիսի մի տպավորություն, որ բնակչությունը դուրս է եկել, քանի որ Արցախը լուծարվել է։ Բնակչությունը դուրս է եկել, որովհետև եղել է սպանդի սպառնալիք, որովհետև եղել է բնակչության գոյության իրական վտանգ, ոչ թե որ Արցախ Հանրապետության նախագահը կայացրել է Արցախը լուծելու վերաբերյալ հրամանագիր։ Ասեմ ավելին, Արցախը լուծելու վերաբերյալ հրամանագրի հայտարարությունը եւ մարդկանց բնակչության դուրս բերումը ամսաթվերում անգամ չեն համընկնում մեկը մյուսին։ Բայց պատմության դասագրքում այսպիսի տեղեկություններ են տեղ գտնում եւ ընդ որում այդ թեմայից հետո երեխաներին տրվում են առաջադրանքներ եւ օրինակ նշում են բանալի բառեր եւ ասում են կազմիր օրինակ նախադասություն կամ վերնագրիր այս տեքստը եւ այդ բանալի բառերում օգտագործում են հետեւյալ բառեր. Արցախի նախագահ Սամվել Շահրամանյան, բնակչության տեղահանում, Արցախի լուծարում եւ այս բառերը փոխկապակցելով միմյանց հետ երեխաների մոտ ստեղծում է տպավորություն, իբր նախագահը ստորագրեց Արցախը լուծարելու հրամանագիր եւ քանի որ Արցախը լուծարվեց, բոլորը դուրս եկան։ Ոչ, ես անձամբ Արցախից դուրս եմ եկել, որովհետեւ եղել է իմ եւ իմ ընտանիքի գոյության իրական վտանգ։ Եղել է սպանդի